Հոկտեմբերի 19-ին ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի ու հայտնել, որ Երևանի Դեմիրճյան փողոցի վարձակալության տրված բնակարաններից մեկում կնոջ դիկ կա։ Նշված վայր են մեկնել ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ հայտնաբերվածը հոկտեմբերի 17-ից որպես անհետ կորած որոնվող 23-ամյա Այշաթ Բայմուրդովայի դիակն է։ Նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։ Վաղ առավոտից ողջ համացանցը ողողված է աղջկա մահվան լուրով, և կանանց իրավունքների պաշտպան Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան հետևյալ գրառումն էր կատարել թեմայի վերաբերյալ, մասնավորապես նշելով հետևյալը. «Մի քանի օր է Հայաստանում փնտրում էին Չեչնիայից Հայաստան տեղափոխված Այշաթ Բայմուրադովային։ Այսօր պարզվեց, որ Այշաթը սպանվել է Երևանում։ Այշաթ Բայմուրադովան 23 տարեկան էր։ Ըստ նախնական տվյալների փախել էր Չեչնիայից, փորձելով ազատվել բռնությունից, փորձելով նոր կյանք սկսել մի երկրում, որտեղ թվում էր անվտանգ կլինի։ Եվ ահա, Երևանում, որտեղ նա պիտի իրեն ապահով զգար, նրա կյանքը ընդհատվեց։ Նրան որոնում էին մի քանի օր շարունակ։ Ընկերներն ասում էին, որ ամսի 15-ին գնացել էր հանդիպման ինստագրամով ծանոթացած մի աղջկա հետ։ Հետո պարզվել է, որ այդ աղջկա հետևորդների մեջ կան նաև մարդիկ Ռամզան Կադիրովի շրջապատից։ Հետո լռություն։ Հետո մարմինը գտած վարձով բնակարանում։ Հայաստանը պետք է դառնար ապաստանի վայր, այլ ոչ գերեզման նրա համար։ Որպես կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող և նախկինում նաև ապաստարանների հետ գործ ունեցած անձ ասեմ, որ Չեչնիայից փախած կանայք պնդում էին, որ եթե ամուսինները գտնեն իրենց, կենդանի կթաղեն։ Գաղտնիության պահպանումը թիվ մեկ խնդիրն էր, որպեսզի որևէ կերպ նրանց չհայտնաբերեն Հայաստանում։ Այս պատմությունը սարսափելի է ոչ միայն նրա համար, որ երիտասարդ կին է սպանվել, այլև սա հակամարտկային համակարգի ձեռքերի երկարացման ապացույց է։ Այն համակարգի, որն իր քաղաքացիներին հալածում է նույնիսկ դրսում, այն կանանց, ովքեր փորձում են ազատվել բռնությունից։ Նրանք իրավազուրկ էակներ են, իրենց կյանքի վերաբերյալ որևէ որոշում չեն կարող կայացնել։ Նրանց ստիպողաբար ամուսնացնում են։ Նրանք իրենց ընտանիքների և ամուսինների սեփականություններն են, ու պետությունը որևէ քայլ չի ձեռնարկում նրանց պաշտպանելու այդ մարդատյաց համակարգից», նշված էր Զառայի հայտարարության մեջ։ Լրագրող Լիանա Խաչատրյանը ևս գրառում է արել հետևյալ թեմայի մասին, նշելով հետևյալը. «Ինձ հետաքրքիր ա, մեր իրավապահները էս կնոջը սպանած տխմարներին կբացահայտեն ու կբռնե՞ն, թե տենց թեմաներով չենք զբաղվում։ Հետաքրքիր չի, դրա համար ԱԹՍ չկա։ Էտ ա սովորությունը, որ ինչ Բանդերլոկ ուզի, ստեղ լինչի դատաստաններ իրականացնի», նշված էր Լիանա Խաչատրյանի հայտարարության մեջ։ Ավելի վաղ Շամշան.com-ը հետևյալ հոդվածն էր հրապարակել. 3 հոկտեմբերի 19-ին առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:15-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դեմիրճյան փողոցի առաջին շենքի բնակարաններից մեկում կնոջ դիկ կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ոստիկանության, պարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի առաջին վաշտի պարեկները, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են Չեչնիայի Հանրապետության քաղաքացի 23-ամյա Այշա Բայմուրադովայի դին ամբողջությամբ սևացած վիճակում։ Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով մահացածը հոկտեմբերի 17-ից որպես անհայտ կորած որոնվում էր Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ Զեյթունի քննչական բաժնի կողմից, իսկ նրան հայտնաբերել է անշարժ գույքի կազմակերպության աշխատակից 22-ամյա Արտյոմ Ա.-ն։ Տեղի ունեցածը սպանություն է, հանկարծամահություն, թե դժբախտ պատահար, պարզվում է։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ժամեր առաջ պարզ դարձավ նաև, որ մի քանի ամիս առաջ Բայմուրադովան կարողացել էր լքել Չեչնիան կանանց աջակցող իրավապաշտպանական կազմակերպության օգնությամբ։ Նա ապաստանել էր Երևանում։ Ընկերները կասկածում էին, որ նրան առևանգել են և բռնի վերադարձրել Չեչնիա։ Ոստիկանությունը որոնում էր հայտարարել. Չեչնիայի իշխանությունների հրահանգով պարբերաբար առևանգում են քաղաքական դրդապատճառներով երկրից փախած մարդկանց, կանանց և քվիր կազմակերպությունները բազմաթիվ տվյալներ ունեն նաև ընտանեկան բռնությունից կամ նույն հասարակաների դեմ պետական բռնաճնշումներից փախած մարդկանց առևանգումների մասին։ Նման դեպքեր գրանցվել են և հարևան Վրաստանում, և եվրոպական տարբեր երկրներում։ Հայաստանում սա առաջին այսպիսի դեպքն է։ 2023 թվականին իրավապաշտպանները հորդորել էին նաև Ինգուշեցիայից փախած մի կնոջ առևանգման փորձի մասին։ Բարեկամները նրան հետապնդել էին և գտել Երևանում։ Տեղական ոստիկանության օգնությամբ, որին հանցագործության մասին կեղծ հաղորդում էին ներկայացրել։ Այն ժամանակ կնոջը հաջողվեց փրկել հանրային աղմուկի շնորհիվ։ Հայկական գերատեսչությունների օգնությամբ նա տեղափոխվել էր կանանց շելթեր։ Կա նաև Չեչնիայից փախած Սալման Մուկաևի դեպքը։ Նա նույն հասարակաների դեմ Ռամզան Կադիրովի պատերազմի հերթական զոհերից մեկն էր։ Ոստիկանական խոշտանգումներից հետո կարողացել էր փախչել Հայաստան։ Մոկաևին Չեչնիային փորձում վերադարձնել իրավական լծակներով։ Հայաստանում նա ի վերջո քաղաքական ապաստան ստացավ։ Իսկ Star News-ը ցավակցում է աղջկա բոլոր հարազատներին, ընկերներին և գոլեգաներին։ Իսկ մենք այս հոլովակի համար առանձնացրել էինք այսքանը։ Լրագրողների և կանանց իրավունքների պաշտպանի հատուկ արձագանքը, ինչպես նաև Sham.com-ի հատուկ հոդվածը նվիրված այս աղջկան։ Այս հոլովակի համար պատրաստել էինք այսքանը։